որ Նիդերլանդների վարչապետը ինձ գրել են նաև անձնական նամակով, որ իրենք հատուկ ուշադրություն են դարձնում եւ իրենք էլ կաջակցեն, որպեսզի մեր տնտեսվարողները, խոսքը վարդի շուկայի մասին է, որովհետեւ ես հիշում եմ, որ նախորդ թողշրջանում, երբ որ տարբեր տեղեր էինք այցելում, անդադ մտածում էինք ոնց մեր վարդի ինդուստրիան կոնսոլիդացնենք, որպեսզի հոլանդական շուկաներին հնարավոր լինի հասանելիություն ստանալ, բայց ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ եւ հիմա շատ մեծ հնարավորություն է, հարգելի գործընկերներ, 8 տարի մենք մեր տնտեսվարողներին աջակցում ենք, խնդրում ենք, հորդորում ենք, որպեսզի ապրանքները բերեն ստանդարտի։ Սրա մասին այս դահլիճում տասնյակ անգամներով խոսել ենք եւ հիմա եկել է այն պահը, որպեսզի մենք հասկանանք ովքեր են այդ հորդորներին եւ աջակցության ծրագրերին արձագանքել, ովքեր չեն արձագանքել, ես վստահ եմ, որ նրանք ովքեր արձագանքել են, ընդհանրապես ոչ մի խնդիր չեն ունենալու, ոչ մի խնդիր։ Իսկ նրանք ովքեր չեն արձագանքել, իրանք միշտ էլ ունեին այդ խնդիրը։ Եվ իրանք գիտեն, որ ունեին այդ խնդիրը, որովհետեւ իրանք տարբեր կետեր հաղթահարելիս իրենք այդ խնդիրները իմացել են, իրենց արժև դրվել են այդ խնդիրները։ Հիմա հաղթահարել են, չեն հաղթահարել այդ կետում ինչ ձևով դա ուրիշ հարց է, բայց ելի ուզում եմ հիշեցնել, որ տասնյակ անգամներ մենք ստանդարտների մասին խոսել ենք այս դահլիճում եւ ծրագրեր ենք արել, ֆինանսավորումներ ենք ապահովել, որպեսզի մեր տնտեսությունը այդ ուղղությամբ շարժվի եւ հիմա նրանք ովքեր ականջալուր են եղել, նրանք որևէ խնդիր չեն ունենալու, մանավանդ որ պետք է արձանագրենք, որ այս ընթացքում մենք նաև տրանսպորտային նոր հնարավորություններ ունեցանք, Ախալքալակ Կարս երկաթուղու երկու գիծը, որովհետև նախկինում մի գիծ էր երկաթուղու, հիմա երկու գիծ է, երկու գիծն էլ աշխատում են այս թեմայով, նաև Վրաստանի վարչապետի հետ եմ խոսակցություն ունեցել եւ նա էլ է հավաստիացրել, որ երկու ուղղությամբ էլ որևէ խնդիր չի առաջանա, նաև Թուրքիայի նախագահի հետ ենք այս թեմայով խոսել եւ նրանք էլ վերահաստատել են, որ այդ ուղղությունները բաց են միջև առնվազն մեր հույս ունենք, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին էլ հնարավորինս արագ կբացվի, ել չեմ ասում թրիփ նախագծի իրագործման շրջանակներում իհարկե հնարավորությունները էականորեն կավելանան։